տեղի է ունեցել արհեստական բանականության կենտրոնի առաջին պաշտոնական շրջայցը, որի ընթացքում ներկայացվել են նախագծի հիմնական գործողություններն ու առաջիկա անելիքները։ Հուլիսի 15-ին կմեկնարկվի AI գործարանի աշխատանքները, կտեղադրվեն առաջին սարքավորումները։ Երկուշաբթի օրը արդեն իսկ սկսելու ենք տեղադրումը GPU-ների եւ հուլիսի 15-ին կմեկնարկենք AI կենտրոնի աշխատանքը, ինչը իրենով արդեն Հայաստանը կդասի տարածաշրջանում ամենամեծ GPU քանակներով ունեցող երկիրը։ Թիմ Տելեկոմ Արմենիայի հովանավորությամբ և միջնորդությամբ։ Նախագիծը նպատակ ունի Հայաստանը դարձնել տարածաշրջանի տեխնոլոգիական կենտրոն, ապահովելով արհեստական բանականության զարգացման, գիտական հետազոտությունների և նորարարական լուծումների ստեղծման լայն հնարավորություններ։ Նոր գործարանը կծառայի որպես հզոր տեխնոլոգիական հարթակ, միավորելով միջազգային փորձն ու հայկական ներուժը։ Այսօր աշխարհահռչակ Nvidia-ն, Dell-ը եւ մյուս ընկերությունները, երբ որ դիտարկել են Հայաստանում իրենց գործընկեր ընկերություն ընտրելու, Տելեկոմ Արմենիան եղել է եզակին, ով ունի այդ հնարավորությունը միջազգային կապուղիներ տրամադրելու։ Մենք այսօր ավելի քան 4 ուղղություններով Հայաստանից դուրս եկող կապուղիներ ունենք եւ դա ապահովում է հենց այն ստանդարտը, որը որ նման դատակենտրոնները ամբողջ աշխարհով պահանջում են։ Գործարանում կտեղադրվեն գերհզոր և ժամանակակից սարքավորումներ, որոնք ապահովեն արհեստական բանականության համակարգերի անխափան, արագ և արդյունավետ աշխատանքը։ Նախագիծը նախատեսված է միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներով, ինչը հնարավորություն կտա իրականացնել մեծածավալ հաշվարկներ և զարգացնել նորարարական տեխնոլոգիական լուծումներ։ Նախագծի առաջին փուլում նախատեսված շուրջ $500 միլիոն ներդրումներով չեն սահմանափակվի։ Երկրորդ փուլում ենթակառուցվածքները կհամալրվեն 41,000 գրաֆիկական պրոցեսորներով, ինչը զգալիորեն կբարձրացնի հաշվարկային հզորությունները։ Ծրագրի նախաձեռնողների գնահատմամբ այս մասշտաբային ներդրումների շնորհիվ Հայաստանը հնարավորություն կունենա հայտնվել արհեստական բանականության ոլորտում, աշխարհի առաջատար երկրների շարքում և դառնալ տարածաշրջանի կարևոր տեխնոլոգիական կենտրոն։ Պատրաստվում ենք գործարկել երկրորդ փուլը, ինչը լինելու է այս չափերը, որ տեսակ, սրանից մոտ 10 անգամ ավելի մեծ, թե գումարով, թե ֆիզիկական չափերով։ Երկրորդ փուլը գործարկելուց հետո ընդհանուր ծավալը ներդրման կկազմի մոտ $5 միլիարդ ԱՄՆ։ Այն նախ եւ առաջ ապացույց է ինքներս մեզ համար, որ Հայաստանը իր սեփական ուժերով կարող է մեգա նախագծեր իրականացնել։ Եվ դա անել շատ արագ։ Գայանե Հովհաննիսյան, այսօր։